Սեքսի համար ամենակարևոր օրգանը դա ուղեղն է, ոչ թե սեռական օրգանները։ Նման տղամարդկանց դուր է գալիս լինել հաղթողի դերում, խոսքի առումով, որովհետև եթե ինչ-որ բան է ասում եւ դիմացինը վախենում է կամ տհաճություն է զգում կամ իրեն վատ է զգում, տվյալ մարդը իրեն զգում է հաղթանակած։ Սեքսը կորցրել է իր բնական երևույթները, կորցրել է իր բոլոր էմոցիոնալ բաղադրիչները, այսինքն տղամարդու կողմից չկա ոչ մի գուրգուրանք, չկա ոչ մի շոյանք, տղամարդը հոգնած եկել է տուն եւ շատ դեպքերում որպես պարտականություն ուզում է իրականացնի սեքսը եւ քնի առանց սեքսի ընտանիք չի լինում։ Ամուսնացած կնոջ կինը երբ որ արդեն չունի սեռական կյանք, ոչ ռեգուլյար է դառնում, կնոջ մոտ առաջանում է միտք, որ իրեն չեն հարգում, որ իրեն օգտագործում են, որ իրեն օգտագործում են ըստ պահանջի։ Կույս աղջիկները ապրում են սեռական կյանքով, խոսքը վերաբերում է վագինալ կոնտակտներին, հեշտոցային կոնտակտներին, պահպանելով իրենց կուսաթաղանթը։ Շատերը կզարմանան, կասեն, ո՞նց կա ձևը դրա։